Վերեք չասեմ Տեսեք ասում եք նախկինում էլ են հայտնաբերվել, բայց այսպեսի սահմանափակումներ, ժամանակավոր սահմանափակումներ հիշում եմ եղել են։ Հա, հիմա արդեն չգիտեմ, եթե քաղաքականա թող պետությունը այդ հարցեր, կառավարությունը այդ հարցեր լուծի ու չփորձեն այդպես պաթետիկ, գրեգ հայրենասիրական զեղումներ տալ, որ այ մենք մեր անկախությունն ենք փրկում, բան, առևտուրը, բիզնեսը անկախություն պահելու հետ որևէ առնչություն չունի, որևէ ընդհանուր կապ չունի, որովհետև նույն Վրաստանը Ռուսաստանի հետ 2008 թվականից առ այսօր ունի տարածքային խնդիրներ, նույնիսկ պատերազմական դրություններ, հակասություններ եւ այլն թշնամական վերաբերմունք, բայց նրանք իրենց առևտուրը Ռուսաստանի հետ չդադարեցրեցին, իրենց արտահանումները չդադարեցրեցին եւ այսօր տեսնում եք վրացական ինչքան ապրանք հատկապես ալկոհոլային խմիչքների տեսքով ինչքան է վաճառում Ռուսաստանում եւ այլ երկրներում։ Ամեն դեպքում ես հիշում եմ սկզբնական շրջանում, երբ որ Վրաստանը եւս նախընտրեց եվրոպական ուղին, էլի Ռուսաստանի կողմից այսպիսի չակերտավոր ասեմ, որովհետեւ ամերիկյան կախավարված կա, տեսեք, շատ կարճ ժամանակահատվածում ինչ որ պատժամիջոցներ, բայց դա շատ կարճ տևեց ու դա շնորհիվ վրացական իշխանությունների։ Հույս ունեմ, որ մեր իշխանություններն էլ գոնե կփորձեն ինչ որ ընդհանուր եզրեր գտնել Ռուսաստանի իշխանությունների հետ ու չփորձեն այս ամեն ինչը համեմել sense հայրենասիրական ժապավենով ներկայացնեն, թե մենք մեր ինքնիշխանությունն ենք փրկում, որտեղ դա ինքնիշխանության հետ որևէ առնչություն չունի։ Իրենք կարծես թե չեն ուզում համենայն դեպս առայժմ հրաժարվել ԵԱՏՄ շուկայից, որտեղ պարբերաբար կրկնում են, մենք մեր հարաբերությունները չենք փչացրել, Փաշինյանն էլ ասում էր կնստենք, կխոսենք, ընդհանուր հայտարարի կգանք։ Գոյություն ունի ճիշտ դիվանագիտություն, թող այդ ճիշտ դիվանագիտությամբ շարժվեն, ոչ ոք էլ չի ուզում, եթե չեն ուզում, գոնե կարողանան այնպիսի դիվանագիտություն տանել, որ մեր շարքային արտադրողները, շարքային քաղաքացիները չտուժեն դրանից։